Hello. Բարև սերարագիստեր այսօր ինձ հետ է Արոն Արաբաբյան, ասկայն ժողովրդական բևերի խորհրդի անդամ Մոդուս Վիվենդի հետազոտական կենտրոնի նախագահ հիմնադիր, ինչպես եք պարոն Բաբյան։ Շնորհակալություն, լավ ենք։ Այսօր մենք մեր պայքարը սկսեցինք, ինչպես նախատեսված է, ժամանակացույցով եւ օրենքով։ Դժբախտաբար ներյուրն եք, լուրջունեի չէ ամեն գուզե չես տեսնել, մի քիչ այսպես բանը սկացի որ ափսոսեցի որ ամեն գուզե ասկայի ժողովրդական բևերը եկած է էշմիածի մերյուրը եւ չգրցակ տեսնել, հաջորդին ամեն գտեսնվիկ, պարոն Բաբյան, մի քիչ պիտի խոսիմ Մակրոնի այցելության մասին, որովհետեւ հիմա գիտեք որ օրվա նյութը հիմնական գորիզը ընդրությունն է, սակայն Մակրոնի մասին ընդրական տեսանկյուն է Վարչետ Փաշինյանին անհետետ կարողական մեքենան կարող է անգամ եւս մարդոս համոզել որ Մակրոնը եկած է Հայաստանի զինվորական դաշինքների պիտի կնքը Հայաստանի միտանի Եվրոպա եւ այլ արևմուտք եւ զարմանալին ան է որ մարդիկ որ խելացի են այսինքն միամիտ չեն անգամ աս քարոշչության զողերտան եւ մենք ունենք մասնակետը որ ժողովրդին ստացնե որ այդպիսի բան ես վստահ եմ որ չի գա Ցանկացած միջպետական փաստաթուղթ որ կնքվում է պիտի դիտարկել այն թե ինչպիսի կարգավիճակ ունի այդ փաստաթուղթը եթե այն հռչակագիր մտադրությունների մասին հայտարարություն եւ նման բան է դա պարզապես քաղաքական ցանկությունների հուշաթերթիկ է միջպետական համագործակցությունը հատկապես եթե խոսքը գնում է ռազմական, ռազմատեխնիկական դա կնքվում է կամ միջպետական պայմանագրով կամ միջգերատեսչական համաձայնագրով Առայժմ մենք նման բանի ականատես չենք եղել մի քանի ընդհանուր այսինքն ինչ որ փաստաթղթեր են սա առաջին մյուսը մենք պիտի տեսնենք հստակ քայլեր եւ արդյունքներ գնահատելու համար այս այցը ոչ միայն Մակրոնի մասով այլ մյուս մասերով առայժմ մենք տեսանք որ քաղաքական օրակարգ հայկական կողմը չունի այդ օրակարգը շատ ավելի կուսակցական է եւ քարոզչական է քան պետական թեև ծախսվում է մեր բոլորիս հարկատուներից փողերը հետեւաբար մենք իրավունք ունենք հաշվետվություն պահանջելու այո լավ է որ բազմաթիվ երկրների տարբեր առաջնորդներ են եկել գնացել եւ այլն բայց կրկնում եմ նորից ոչ համաժողովները ոչ հռչակագրերը ոչ նման այլ միջոցառումները դրանք նպատակներ չեն դրանք միջոցներ են այսինքն այդ միջոցով ինչի հասանք եղավ համաժողով ինչի հասանք ինչ տեսակ միակ բանը որ մենք տեսանք Ալիևը ըստ էության օրակարգը փախցրեց ինքը իր օրակարգը առաջ տարավ հայերին մեղադրելով սեպարատիզմի ռազմական հանցագործությունների եւ նման բաների մեջ բունատ եկավ եվրոպացիների վրա բա դուք ով եք որ 14 հատ թուղթ ու բանաձև ընդունեք մեր դեմ եւ ես կասեցնում եմ կա իմ հարաբերությունները եվրոպական խորհրդարանի հետ թերևս միակ դրական բանը դա էր որ այդ կասեցնեց ինչքան ինքը գնա արճակատման Եվրոպայի հետ այնքան ավելի լավ մնացածը արդեն պիտի ժամանակը ցույց տա այլ արդյունքներ առայժմ այս վիճակում այդ արդյունքները չկան բացի Նիկոլ Փաշինյանի քարոզչական հնարավորությունների ընդլայնումը որը ի դեպ ասեմ ընդունելի չէ ինչպես ընդունելի չէ Պուտինի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին երբ որ ինքը հայտարարություն է անում ռուսամետ տարբեր ուժերի եւ անձանց վերաբերյալ չնշելով անունները նույնքան ընդունելի չի Վենսի ԱՄՆ փոխնախագահի կամ Ֆրանսիայի նախագահի անվանական կուսակցական դիրքորոշում ինչ որ մեկին աջակցելու հատկապես կրկնում եմ երբ որ այդ համաժողովը միջկուսակցական չէր օրինակ ես Զագրեբ էի գնացել այնտեղ մասնակցում էի միջկուսակցական համաժողովի դա ժողովրդավարական միջազգային ժողովրդավարական միության համաժողովներ որտեղ աչ կենտրոնամետ ուժերն են հավաքվում այդտեղ ես եւ բարոյական եւ քաղաքական եւ իրավական իրավունք ունեի կուսակցական հարցեր բարձրացնելու բայց երբ որ դուք դնում եք պետության միջպետական այցի վրա եւ սկսում եք ընտրապայքարից 1 ամիս առաջ մեկ կողմերից որևէ մեկին օժանդակել աջակցել դա ընդունելի չէ
Դա ոչ միայն ընդունելի չէ, դա դատապարտելի է։ Այո։ Այստեղ արդեն հաջելի մասը պարոն Բաբյանի հետ որ մեկ հարցում են գծնի 12 հարցում։ Անորոշ ես կսիրեմ ձեզ հետ հարցազրույց վարել։ Գիտեք որ ես հարցազրույցներում հարցումներ չեմ պատրաստել, սակայն ամենահեշտ հարցազրույցները մեկը ձեզ հետ է որտեղ մեկ հարցում են արդեն գծնի 12 հարցում։ Պիտի հարցնեմ 3 հարցում, բայց իրար հարցորդ։ Առաջինը, ինչու է արդյոք Մակրոնը կամ Եվրոպայությունը այսպիսի քայլ գուզեց հեռնակել եւ կա Վարչապետ Փաշինյանի աջակցության հրամեզեք ասիկա մեկ։ Որովհետև Փաշինյանը կարողացել է իրեն Եվրոպայում ցույց տալ, ես ավելի կաշեի ձևացնել, որպես Եվրոպա 1։ Հիմա շատերը հարցեր են միշտ ասում են, իսկ միթե Եվրոպան չգիտի, իհարկե Եվրոպան չգիտի։ Իսկ ով ասաց, որ Եվրոպան մանրամասն այս ամբողջի մասին։ Ես ինքս եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ պարբերաբար հանդիպել եմ, ճիշտ է, ոչ Մակրոնի մակարդակի, այլ խորհրդարանի այն անդամների, ովքեր պատասխանատու են հայկական հարցերով զեկույցների համար։ Դու պատկերացնում ես, ինքը որոշակի մասնագիտացում ունի։ Անկամ իրենք շատ բաներից տեղյակ չեն, որտեղ բարձ ասում են, որ գիտեք, ամսական 1-2 լուր եմ ես Հայաստանից կարդում վերցնում, որտեղ իմ ժամանակի 80%-ը գնում է Ուկրաինայի վրա, ուկրաինական լուրեր, մնացած 20%-ը նախկին սովետական մի 5-6 երկրի վրա։ Եվ բնականաբար այդ մարդիկ, առավել ևս Մակրոնը, այս ամբողջը այնպես է, ինչպես ներկայացվում է իրեն ընկալում է իր։ Իսկ ո՞նց է ներկայացվում։ Նորից Ֆրանսիայի դեսպանատան իմ հանդիպումներից մեկի արդյունքները, որ իրենք ուզում են ցույց տալ եւ դա իդեպ ցավոք սրտի բոլոր դեսպանատների մեղքը եւ սխալն է, որ տեսեք մեր աշխատանքը այնպիսի արդյունք է տալիս, որ այս երկիրը գնում է դեպի արևմուտք։ Երբ որ նույն այդ մարդկանց հարց է տալիս, օրինակ ես մեկին այդ Մակրոնի հայտարարությունից հետո առիթ եղավ Երևանում 2 օտար երկրացի ինձ հետ հանդիպեցի, ես իրենց հարց տվեցի։ Լավ, եթե ասում եմ Մակրոնը 4000 ռուս զինվոր կա Հայաստանում եւ 1000 էլ սահմանապահ, ապա ինչ տարբերություն 8 տարի առաջվա հետ։ 8 տարի առաջ էլ 4000 զինվոր կար, էլի 1000 սահմանապահ։ Այսինքն ռազմական ներկայության առումով տնտեսական ծրագրերի մեջ Ռուսաստանի ընդգրկվածության եւ ես կասեի վերահսկողության առումով լինի հարավկովկասյան երկաթուղիները, հայկական ատոմակայանը, հեծը, որ ճիշտ է այսօր վերցել են Ռուսաստանից, բայց դրա դիմաց ի վերջո նաեւ պիտի դեռ 350-ից անվերջ քանակության միլիոնից ավելի անվերջ քանակության կես միլիարդ իրար փող պիտան, այդպես չի։ Եվ մենք տեսնում ենք կառավարումը գոնե վատացել է։ Գոնե իմ տան լույսի ընդհատումները շատ ավելի են, քան չևետ։ Հա, ասենք սահմանի վերահսկողություն եւ այլն։ Ստացվում է մի բան, ոնց որ թե գնում ենք ասելով արեմ բայց ռազմական ներկայությունը մնացել է նույնը այդ ամբողջը, մենք մնացել ենք նույն Ռուսաստանի գլխավորությամբ եղող կառույցների մաս, բարբերաբար հայտարարում ենք, որ մենք Ռուսաստանի հետ ընկնելու հապկից էլ դուրս չեն գալու, այդ բոլորը հիատնից դուրս չեն գալու, բայց ինչա մի քանի անգամ հարցազրույց ենք տալիս եւ ասում ենք, որ մենք գիտեք, մենք Եվրոպա ենք ուզում գալ, դա բավարար է, իհարկե բավարար չի, հատկապես երբ որ մենք նկատում ենք եւ փաստերը դա վկայում են, որ Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները, այսինքն մեր կախվածությունը ռուսական շուկայի Նիկոլ Փաշինյանով 2.5 անգամ ուժեղացել է, այսինքն 17% էր մեր արտաքին արտահանման մեջ, հիմա արդեն 35-38% ասե, խոսում ենք այս օտար մի բառ ասել դիվերսիֆիկացիա, այսինքն իբր պիտի բազմազանում տեղի ունենար, որովհետև շատ վատ է, երբ որ մի երկրից կախված ես այդ քանակությամբ, անկախ այդ երկիրը կլինի Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆրանսիա թե Ամերիկա, դա շատ վատ է։ Իսկ առավել ևս Ռուսաստանի պարագայում, երբ որ անկայուն ինքը անկայուն տնտեսություն ունի։ Հետևաբար այս ամբողջի մեջ միակ փոփոխությունը նա է, որ հռետորաբանությունն է տեղի ունենում։ Ինչու են աջակցում, որովհետև մեկը այդ ընկալումն է, մյուսն էլ ցանկացած գնով իրենց պետքա որ Ռուսաստանը այստեղից դուրս մղվի եւ այդ պատկերացումն ունեն եւ երրորդ ասենք պատկերացումները որ իբր թե Նիկոլ Փաշինյանը կանի չի արել ճիշտ է 7 տարի խոսացել է 5 տարի էլ որ դստի կարող է եւ անի ի վերջո մի օր պետք է անի տարբերակը եւ երրորդը նա է որ ցավոք սրտի
Եվ դա հենց Նիկոլ Փաշինյանը այդ ամբողջը կառավարեց, ուրեմն ինքը ջախջախեց, ամեն գնով ձերբակալեց, ունեզրկեց, տուգանքների տակ դրեց իսկապես արևմտամետ ուժերին, որոնցից մեկը մենք ենք, թեև ըստ ամերիկյան հենց իրենց ես այդ փաստաթուղթը ցույց կտամ, իրենց հետազոտությունների the largest pro-western party, այդ մենք ենք։ Հա, այս արեց, որպիսի վերջում մնա ռուսական ուժերի հետ, մեծ խաղացողները ռուսական ուժերն են, չէ՞, ինքն է եւ հետո ասենք, ով է, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան եւ Գագիկ Ծառուկյան, այդ երեք պրոռուսական ուժերն է, եւ այս հենքի վրա ինք ասма տեսեք, եթե դուք ինձ չօգնեք, ես վերընտրվեմ, ուրեմն գալու են այս պրոռուսականները Այս է պատճառը, որ ինչու այսքան ժամանակ այդ բոլորի դեմ քրեական գործեր հարուցվեցին, բայց որևէ մեկը բանտում չի։ Դու բացի Սամվել Կարապետյանին, որը որոշակի խափանման միջոց ունի։ Բա որ ասում եք թալանչի են, եկել են, ամեն օր լսում եք, չէ՞, ԿՊ-ն ասում է, նախկինները թալանչիներ են, կերան, կեղեքեցին, Անկամենցեն ասում, որ Բաբյան, ես թալանչի եմ եղել։ Ես 2017-ին եմ հայացել, սակայն թալանչիներուն կպատկանիմ։ Այնպես որ բոլորին Իհարկե, այսինքն իրենց համար մի ժամանակ ինձ մեղադրում էին, ասում էին ամերիկյան, կանադական գործակալ, Հասնել են այնտեղ, Բաբյան, հասնել են հիմա կանցեք։ ասում են ռուսական։ Այ, ուզում եմ ասեմ, սա է իրականությունը, պատճառը հենց դրանով է պայմանավորված։ Այո։ Որակը հասնել են այնտեղ, սակայն ցերեսածին ես ալ վգայեմ երկրորդեմ։ Լիբանանի մեջ հայ նախարար Ռիշար Քույմջան, Լիբանան ուժերու արտաքին հարաբերություններու պատասխանատու, որ հայ է եւ Հայաստանով հետաքրքրված է։ Ես հետը կխոսեի, ինձ ապշած 2 տարի առաջ, երբ որ խոսեցա, ասա որ բայց Փաշինյանը հաղարուց արևմտամետ չէ, ինչ որ ցերեսածը այդպես է։ Ռիշար Քույմջանը հայ նախարար է, հայրենասեր է, Հայաստանով հետաքրքրող եւ ինքը անգամ այդպես տպավորված է, մեդիան իր թեր ունի։ Երկրորդ արդյունքս պարոն Բաբյան, իր հաջորդը ասիկ որ զաղարվի մեջ Ձեր դասակցություն ունեցաք ավելի աչ կետրոն ուժերու հետ։ Ասկային ժողովրդական բերվերը Աչակոմյանի ասկային ուժը ասիկան հստակ է, թե հիմարապունությունը որ ֆաշիստ է, որ ադի հիմար խոսակցություն է ադի, սակայն բոլշևիկյան։ Սակայն քրարում դեսացեր Ամերիկայի մեջ ծեր ներկայացուցիչներ գարձեն որ ծեր լոբինգով կսպարվեր, այսպեսի միտք արտահայտեց։ Անունը մորցա Ամերիկայի մենը որ Ամերիկայում գաճիշտի ծեր լոբի օկնականն է Ամերիկայի մեջ։ Դոկտոր Չեմիշու բանունը Քրարում մեջ ասա որ Մակրոնը շատ շուտ ուրախանա, շուտով ինքը գերանա եւ Լոպենը գուկա, չեմ գիտեր թե շեցիկ որում մասին կգնալ, Լոպենը ասկայնական ուժեր գուկան։ Ես փևերին ադեներ այսպես ոչ թե կանադայի, բայց կեսեի որ դուք ինչու ատկան Ամերիկայի մեջ Բայդենի որ լիբերալ է, կաչակցեք, Թրամփ ավելի աչողոմյան եւ ավելի փևերը ավելի ասկային է, աչ է, խաղապարներում ավելի մոդ է ասկայնականներում ասկայնում աչերում Արդյոք փևերը այսօր այդ նամակագին նաև այդպիսի դպավորություն չունի որ նախընտրել է ավելի գետոն համագործակցելու Եվրոպայի արևմուտքի աչողոմյան ուժերու հետ խնդրեմ արամեցեք Ուրեմն դուք խոսքը դոկտոր Դավիթ Գրիգորյանի մասին է խոսքը Աբրեք ես հասկացա ում մասին եւ վերջերս հենց իր ամերիկյան մամուլում իր տպված հոդվածներ որ ասում էր որ արդեն իսկ խախտումները սկսված են Հայաստանի մեջ, որը ճիշտ է, որովհետև մենք տեսնում ենք, չէ, Նիկոլ Փաշինյանը օգտագործում է հանրային միջոցները, հարկատուի միջոցները իր կուսակցական ռոպագանդան անելու համար։ Նույն ձևի, օրինակ խախտում է բյուջեի մասին օրենքից, դա օրենք է, օրենքով չնախատեսված ծախսեր անում։ Երկու հարցը ինչ է, դա լավ թե վատ։ Հարցն է, որ չի կարող օրինապահ երկրի ղեկավար օրենք խախտի, մասնավորապես օրենքով նախատեսված չի այդ 10,000-նոց բարձացումները թոշակների, որը հստակ կա շարք, եւ օրենքով, բյուջեի մասին օրենքով, այդտեղ չկա ծախսեր նախատեսված չի, այսպես կոչված այդ բժշկական ծառայությունների համար, որ էլի ժողովուրդը կաշառք անկանում։ Բառացորեն 2 օր առաջ մի գյուղացիկին ասում էր, ինչի պետք է քվես տան բևերին, ինձ ինչ հա տվել, որտեղ մարդիկ տենց են տան, ինչ հա տվել, հենա Նիկոլը տվեց, գնացի ոտս օպերացիա արեցի։ Հետո ասպես լավ է որ արեցի, որ երբ որ թուրքը կհարցակվի, ավելի առողջ կարաս փախնես արագ, որտեվ ինքը տանում է դրան, դու էլ սահմանամերձ գյուղ ես, քեզ ավիրելու է, չէ, 215 գյուղ արդեն Նիկոլ Փաշինյանը քանդում է, որտեվ 215 գյուղից դպրոցները հանում է։ Չի կարող պատահի դպրոց առանց դպրոց գյուղ գոյություն ունենա։ 215 գյուղում միակ դպրոցն է, այսինքն այդ 215 գյուղը առաջիկա 2 տարում զրոանալու է։ Հիմա
Այ ով ուզում է լինի Ամերիկայում ղեկավարը, մենք նրա հետ պիտի համագործակցենք։ Մենք չենք այն ուժը եւ Հայաստան այն երկիրը չի, հայերը այն մարդիկ չեն, որոնք կարողանանք որոշեն, թե ով պիտի Ամերիկայում իշխի ղեկավարի լինի պրեզիդենտը, նախագահը։ Դա ամերիկյան ժողովրդի մենաշնորհն է եւ մենք այդ ազդեցությունը բնականաբար չունենք։ Հետևաբար, այսօր Թրամփն է, եւ Թրամփի շատ արարքները մեզ ընդունելի է, շատ արարքներ ընդունելի չի, բայց այսօր Թրամփն է եւ պիտի մենք աշխատենք իր վարչախմբի հետ, Թրամփի եւ Վենսի, մենք նաեւ սերտորեն Վենսի հետ ենք համագործակցում, նա մի քիչ ավելի հեշտ է, նա մի քիչ ավելի բան է, որ երիտասարդ է այդ առումով համատաբար երիտասարդ այդ առումով բան է, դրա համար համագործակցում ենք։ Հիմա մենք աճ կենտրոնամետ ուժերի հետ, այսինքն այդ տվյալ բանը ինքը կոչվում է International Democracy Union, այսինքն ժողովրդավարության միջազգային միություն եւ ինքը տարին 2 անգամ անում է համաժողովներ։ Բրյուսելում եղավ, Վաշինգտոնում եղավ, հիմա Զագրեբում եղավ, այդ մեր մասնակցությունները։ Նորից Վաշինգտոնում պիտի լինի։ Ամեն դեկտեմբերին անում են Վաշինգտոնում, ամեն մայիսին Եվրոպա մի որևէ մայրաքաղաք։ Իսկ ինչու աճ կենտրոնամետ եւ այլն նույն Թրամփը, որովհետեւ հանրապետական կուսակցությունը, ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունը մաս է կազմում այդ միության։ Ինչպես օրինակ բրիտանական կոնսերվատիվները կուսակցություն, ինչպես գերմանական CDU եւ այլն։ Հիմա բնականաբար կան այսպես աճ կենտրոնամետ են, բայց ծայրահեղ աճերը չեն։ Այսօր ծայրահեղ աճերը ավելի ու ավելի են գլուխ բարձրացնում եւ դա սпасելի է եւ դրա մասին ես տարբեր տարիների վերջ խոսել եմ եւ ասել եմ, որ իսլամի քաղաքականությունը, քաղաքականացումը Եվրոպայում հանգեցնելու է նրան, որ պիտի քրիստոնեությունը եւս քաղաքականանա։ Այսինքն, երբ որ դու ընդունում ես էմիգրանտներ, որոնք ոչ թե գալիս են ու հարգում են քո օրենքները, ուզում են ապրել քո երկրում, այլ ընդհակառակը իրենք են քեզ պարտադրում, որովհետեւ դու փոխես քո օրենքները եւ հարմարվես իրենց, որ գիտեք, Ռամադանի ժամանակ Փարիզի փողոցներում չի կարելի սուրճ խմել, միայն պիտի փակ տարածքում սուրճ խմել, չգիտեմ, չի կարելի այսպես հագնվել եւ այլն։ Բնականաբար այդ ժողովուրդը չի ուզենալու, այսինքն, որտեվ նման բան, ասենք նույն Փարիզում անգամ գերմանացիները նացիստական օկուպացիայի ժամանակ չէին անում, իրանց սահմանափակվել էին իրենց դրոշները կախելով եւ քաղաքական իշխանությունը վերցնելով, բայց կենցաղի մեջ չէին խորանում։ Իսկ այստեղ նաեւ այդ կենցաղի մեջ կա, որը մարդկանց վրա ազդում է։ Եվ ես ասեմ, իմ շփումները տարբեր այդ կուսակցությունների հետ իմ մեջ վերել է այն համոզումը, որ ընդհանրապես աշխարհը, մենք դա նկատում ենք նաև հետազոտական նյութեր ընտրնելով, գնում է դեպի ազգայնականություն։ Այն multicultural approach կոչեցանը multiculturalism-ը ռուսերեն բառով որ ասում են, այդ բազմամշակութային քաղաքականությունը ըստ էության ձախողվել է։ Որովհետև Եվրոպան երկրորդ համաշխարհայինից հետո ընդունում էր հիմնականում գաղթականներ, էմիգրանտներ Հունաստանից, Իտալիայից, Իսպանիայից, էլի եվրոպական այդ երկրներից են, Հունգարիայից 56-ից հետո, 68-ից հետո Չեխիայից, որոնք մշակույթը կրողն էին նույն կրոնական հենք ունեին, հա, հայերը, այսինքն հայերը ապրում են Ֆրանսիայում, հայերը ունեն իրանց եկեղեցին, մի քիչ էլ իրանց դպրոցի, իրենց կենցաղատունը հայերեն խոսում, բայց հայերը չեն պարտադրում ֆրանսիացիներին, որ ապրեք այն ձևով, ինչ որ մենք ենք ուզում։ Եվ սա այս ամբողջը կա։ Հիմա սա ինչ անդրադարձ է ունենալու մեզ վրա, այսպես նայենք, էլի։ Սա բերում է նրան, որ նաև հաշվի առնելով Թուրքիայի ավելի շատ կրոնականացումը եւ ձգտումը լինելու իսլամական աշխարհի առաջնորդը։ Արդեն մենք նկատում ենք լարվածության ուժեղացում Թուրքիայի Եվրոպայի, Թուրքիայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիա հատկապես Իսրայելի միջև։ Եվ սա բերելու է նրան, որ մենք այդ նույն ազգայնականության աճը միջին արևելքում ենք նկատելու եւ նկատում ենք։ Եվ փորձը կրոնական հողի վրա միավորել միջին արևելքեն ինչ որ ուզում անի
Էրդողանի իշխան չի աշխատելու ավելի շատ գալու է նեոնացիոնալիզմի շրջանը, որտեղ նույն արևմուտքը խրախուսելու, ասենք, քրդական ազգայնականությունը, հայկական ազգայնականությունը, Ունական այս սա է, որ Հայաստանում հաջորդ իշխանությունը լինելու է ազգային, ինչ որտեղ Ասված Պետրոսը Բարոն ազգայնական, Բաբյան ասված Չերնբերներն այդպես է լինելու, որովհետև ընդհանուր պատմական տրամաբանությունը դրան է գնում։ Հասկանում եք, դուք չեք կարող գոյատևել Հայաստանում որպես պետություն, երբ որ մի կողմից ունեք ազգայնական, անգամ ես կասեի նացիստական Ադրբեջան, այո որտեղ տեսնում եք հայերի նկատմամբ ինչ ատելություն եւ հայերի համեմատությունները էլ, չգիտեմ, տարբեր միջատների հետ, տարբեր կենթանիների հետ այդ կոչերը ոչնչացնելու։ Մյուս կողմում ելի ունենք Թուրքիայի հետ նույն տրամադրությունների աճը, Թուրքիայում էլ այդ նկատելի է։ Եվ ամբողջ միջին արևելքում Սիրիայի օրինակ եւ Սիրիայի ճակատագիրը ցույց տվեց, որ ազգայնականության աճը կա։ Հիմա այդ տեսեք դրուզների, չգիտեմ, ալևիների, սունիների այդ խնդիրը կա, որը դրսևորվում է Սիրիայի տարածքում, բայց Սիրիայի տարածքը լինելու է այն պայթուցիկը, որը ըստ էության պայթեցնելու է ամբողջ միջին արևելքը եւ վերաբաշխումա տեղի ունենալու, վերաձևումա տեղի ունենալու ամբողջ միջին արևելքում։ Այսինքն սառեցված գործընթացը առաջին համաշխարհայինից հետո վերաստեղծվելու է։ Ինչու է դա առայժմ ձգձգվում։ Ձգձգվում է մինչև Իրանի պատերազմի ավարտը եւ Իրանում իշխանափոխությունը, որովհետեւ Իրանը լինելու է հիմնական խաղացողներից մեկը, որը արևմուտքի հետ միասին վերաձևելու է միջին արևելքը եւ Իրանը լինելու է թիվ 1 դաշնակիցը։ Իդեպ ես դեռ սովետական շրջանում մի ավարտաճար դիսերտացիա եմ գրել, կոչվում էր հայերի մասնակցությունը ակկոյունների եւ սեֆյանների դիվանագիտությանը, այսինքն այդ սեֆևիները, որոնք 1502-ից իշխել էին եւ շիրիզմ էին ընդունել, եւ դրա հիմնական, այսինքն այն զարգացման միտումները ո՞րն է, որ շիա մուսուլմանները էլի թուրքական ծագումով անգամ սեֆևիները Եվրոպային ընկալում էին իրենց դաշնակից ընդդեմ Օսմանյան կայսրության եւ եվրոպացիք էլ ընկալում էին Իրանին եւ այդ իսկ հայերի մասնակցությունը ինչումներ հայերը հիմնական դիվանագիտական առաքելությունը իրենք էին իրականացնում, որտեղ բնականաբար իրանք ոչ միայն լեզուներ գիտեին, ոչ միայն մշակույթը գիտեին եվրոպական, այլ ամենակարևորից մեկը իրանք հալալի եւ հարամի ուտելիքի խնդիր չունեն եւ կարող էին հեշտությամբ ճամփորդել եւ ապրել Եվրոպայում։ Հիմա մեզ համար մի քիչ դա տարօրինակ է, չէ՞, հենց այդ ինչ մի հարց է, որ հալալ ու հարամ, չէ, բայց մարդկանց համար լուրջ խնդիր է։ Իրենք չէին կարող կենթանի ոչխարներ հետները հարյուրներով տանել, պատկերացնում եք, չէ՞, ցամաքային ճանապարհով մի երկու ամիս տևում էր մինչև ճամփեքով, իսկ եթե Օսմանյան կայսրությունը փակում էր, դրանց ճանապարհը շատ ավելի երկար էր շրջանցով նավով, գնար իրենց տանել, չգիտեմ, այդ ամբողջը։ Դրա համար հարցը հենց ասած հետեւյալն է։ Քաղաքական ուժի նպատակներից մեկը այն պիտի լինի, որ ինքը պիտի կանխատեսի մեծ զարգացումները եւ հիմիկվանից հարաբերություններ մշակի եւ ստեղծի։ Ո՞ր պիտի անի պետությունը։ Ցավոք սրտի մեր պետությունը չի անում, մեր պետությունը հարմարվում է։ Այսինքն ինքը ոչ թե կերտում է մեր անվտանգության միջավայրը, իսկ դու պիտի կերտես այդ միջավայրը, այլ ինքը չկարողանալով նաեւ համարժեք արձագանքել այդ մեր անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներ, պարզապես այդ սպառնալիքները ազդեցության տակ զիջում է։ Բանա զիջում, հետո մյուս բանա զիջում, այն հույսով, որ ամեն ինչ լավ կլինի։ Բայց դա չի կարող բերել ամեն ինչ լավ լինելու, որտեղ գալիս է մի պահ, դու պարզապես չես էլ կարող բավարարել քո թշնամու պահանջները, անգամ ուզենաս էլ չես կարող բավարարել։ Այո։ Պարոն Բաբյան, երրորդ հարցումը մի քիչ հետաձգեմ, որտեղ մեր նման կենտրոնը ընդրությունն է։ Ասկային ժողովրդական բևերը իսկապես ողջունելի է։ Ասկային ժողովրդական բևերը արաբների պայմանավորական բլահն հայ։ Ես շատ մոդել հնվում եմ իր բոլոր քարոշչական մեքենան հիմնված է երկամավորական շարժումներով նվիրված աննման երասարտներով հետ տեսնում եմ ինչքան Facebook-ի վրա, ինչքան ակտիվ փորձում եմ մրցել սա Դավիթի եւ Գոլիաթի բայկարն է, որ գմրել Գոլիաթի ավետարանին, սակայն իր համես միջոցներում մեջ գա իր ոգին, իր համագիրները, որ ճամփաներում մեջ լայվով եւ այլն, այդքան տրամական կարողություն չունի։
Գիտենք որ Պևերինի մասնադրությունը նաև արիտ պիտի դա որ հրավիրվի բանավեճներու հմեգին կառավարական հետազոտեն վստահ ոնց մեկը դուք պիտի եւ վստահ եմ որ դուք պիտի չախչախեք շատ քբերականներ եւ իշխանություններ ես պիտի չլամ, բայց մեր համախոհները կլինեն։ Ինչ կուզեք ասել, դուք Ամերիկայի մեջ կար երկու ուժ, որ այդպես էր, եթե Ամերիկա գետևիկ, grassroots, մեկը Բերնի Սանդերսն էր, սոցիալ-դեմոկրատ, որ սոցիալիստ էր, գսեր որ չէ, սոցիալ-դեմոկրատ Բերնի Սանդերսը եւ Դոնալդ Թրամփը առաջին ընդրության մանավանդ, որ բոլորը մինյան իրեն դեմներ իբացարի Fox News-ին, alternative media-ն ինտերնետով բայկարեցավ եւ ինքը շատ խորամարտ տեսից։ Ասա որ մեդիան fake news է եւ անդինը շատ օգնեց բայկայելով մեդիային դեմ ինչքան մեդիան իրեն դեմ կբայկարեր մարդոց կեսա որ տեսակ ես ուրեմն անդախ եմ հիմա Պևերը նույն բայկարի մեջն է ինչ ես կգնահատեք արդյոք Պևերը իսկապես մեծ անանգալ կպատրաստե այս ընդրության Նախ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր համախոհներին, համակիրներին, ովքեր մեզ տարիներ ի վեր աջակցել են եւ շարունակում են աջակցել։ Աջակցել են տարբեր ձևերով, իրենց ներկայությամբ, իրենց դրամական նվիրատվությամբ, իրենց աշխատանքով, սա շատ կարեւոր է։ Մենք իսկապես դեր ասած այդ grassroots ենք, այսինքն հողից մեր սնունդը ուժը ստացող կազմակերպություն ենք։ Մենք միակն ենք, որ այդ ընտրագրավի համար բոլորի աչքի առաջ դոլար, դրամ, 20,000 հավաքեցինք, անուն վճարեցինք եւ վաղը, այսինքն Երևանի ժամանակով 9-ին առավոտյան, իսկ Լոս Անջելեսում 8-ի երեկոյան մենք հերոստա տելետոն պիտի անենք դրամահավաք, որպիսի ունենան գումարներ այցելելու տարբեր մարզեր, միգուցե տարբեր պաստառներ հրապարակելու, փակցնելու եւ այլն այդ ամբողջ անելու։ Այո, մենք չունենք այդ մեծ գումարները, բայց մենք ունենք գաղափարակիր նվիրյալ ընկերներ, որոնք անցել են տառապանքի միջոցով, աշխատանքից հեռացումներ, ազատազրկում, հարձակումներ իրանց վրա, կանանավորում, բերման ենթարկվել, չգիտեմ, այդ բոլոր բաները, դրա համար մենք վստահ ենք մեր ուժերին եւ հասկանում ենք, որ ժողովուրդը, եթե մենք ցույց տանք այն մեր արածը, որ մենք իսկապես օրի գիշեր պայքարի մեջ ենք եղել։ Ես սա ասում եմ առարկայորեն եւ մենք ավելի ցույց կտանք, մենք մի շարք ոլորտներում լուրջ առաջատարն ենք եղել։ Օրինակ հանրահավաքային, հրապարակային, փողոցային պայքարում չկա մի որևէ ուժ, որը մեր հաճախականությամբ, պարբերությամբ, թվով, ամեն հարցերի տարբեր դրսևորումներ իրականացնելով, չգիտեմ, հանրահավաքներ աներ, բողոքի ցույցեր աներ, լինի Երևանի ազատության հրապարակում, լինի, չգիտեմ, Գյումրիի ռուսական ռազմաբազայի դիմաց կամ ռուսական դեսպանատան, մենք չենք թաքցնել մեր տեսակետը։ Մյուսը նաեւ մենք հետևողականորեն մշտապես մեր պաշտոնական հայտարարությամբ, խորհրդի հայտարարությամբ ամեն կարևոր հարցի վերաբերյալ հայտարարությունները մեր դիրքորոշումն են ցույց տվել, որտեղ կուսակցությունը պարտավոր է դա անել։ Ոչ թե մի հատ այս ընտրությանն են մասնակցում, 4-5 տարի քնում են, հետո են ընտրությանը, բայց այդ պիտի հրապարակենք, որ ժողովուրդն իմանա ինչ եք մտածում։ Մյուսը նայա, որ մենք, այո, արդեն նշվեց, մենք լոբիստական աշխատանք ենք իրականացրել, հիմնականում Վաշինգտոն, բայց նաև Բրյուսելում եւ Լոնդոնում, այսինքն հրապարակել ենք մոտ 3 տասնյակ տարբեր հոդվածներ, մեր համախոհները, մենք, ես ծեր նշած դոկտոր Գրիգորյանը, հատկապես ամերիկյան մամուլում, բրիտանական մամուլում, հոդվածներ Հայաստանի վերաբերյալ, հայ-բրիտանական հարաբերությունների վերաբերյալ, հայ-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, այն աստիճան գիտեք, որ մի առանձին գիրք հրատարակեցինք վերջերս հայ-ամերիկյան հարաբերությունների, ես մի անգամ եւս ցույց տամ The Homecoming of Noah's Eagle, Նոյան արծվի տունդարձը։ Այո, հիմա ես ինչ եմ անցում եմ կան տունդարձը, որովհետև մարդկության բնօրրանը արածածնա եւ տունդարձյաց կա եւ մենք էլի միակն էինք, որ եւ 2018-ին եւ 21-ին, որ խոսում էինք Միացյալ Նահանգների հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելու կարեւորության մասին եւ այլն, մեզ փնովում էին, զրպարտում էին եւ այլն, էլի մենք ենք, որ մեր ծրագրային հիմնադրույթը դա ունենք, ինչու Միացյալ Նահանգները եւ ոչ Եվրոպան կամ Ռուսաստանը շատ բարձ պատճառով աշխարհում միակ ուժը որ կարող է կրկնակի զսպման քաղաքականություն իրականացնի այսինքն զսպի եւ Թուրքիային եւ Ռուսաստանին
դեպի Հայաստան դա Միացյալ Նահանգներն է։ Եվրոմիությունը չունի ռազմական ուժի, տնտեսապես գիգանտ է, բայց ռազմականապես ոչ, եք չեմ ասում, այսօրվա Ուկրաինայի պատերազմում շատ ներքաշված է։ Այսինքն, երբ որ ժողովուրդը ոչ թե պարզապես խաբվելով սիրուն խոստումներին կամ այսինչը լավ է խոսում, վայ ինչ սիրուն տղա է, բայց տեսակ ինչ բան ասես չէ, եղբայր դուք հարց չեք ուզում, որ սիրուն տղա է կամ բան չեք բերում, ոտանավոր արտասանող չեք բերում, որ լավ է խոսում, վատ է խոսում եւ այլն։ Դուք քաղաքական ընտրություն պիտի կատարեք, քաղաքական ընտրությունը ունի չափորոշիչներ։ Մեկը այն, ինչը արել Եվ ովքեր են այդ մարդիկ դա անողը, շատ կարևոր է, ինչ թիմ է, ինչ ճանապարհ են անցել։ Մյուսը այն այդ խոստումները ինչքանով է իսկապես գաղափարական եւ ինչքանով դա հնարավորություն է վիճակ փոխի Հայաստանում։ Որտեւ եթե ասում են, այ, գիտեք, մենք կստեղծենք, չգիտեմ, նոր անվտանգության համակարգ, բայց ելի այդ նույն անվտանգության համակարգում դրվում է հիմնականում Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ը, դա արդեն նոր չի լինի։ Եվ այսօրվա վիճակով Ռուսաստանը պարզապես ի վիճակի չի զսպելու Թուրքիային, եկեք այսպես նշանենք, ռազմականապես եւ այլն։ Հիմա հարց, իսկ կարող է գա մի պահ, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձ անեն, պահից օգտվեն, երբ որ Ռուսաստանը ավելի կթուլանա, իսկ թուլանում է, կամ աշխարհն էլ շեղված կլինի հերթական կորոնավիրուսով եւ այլն, փորձեն ինչպես Արցախի հարցը լուծեցին, նաեւ Հայաստանի այս մյուս մարզը որտեղ Արցախը Հայաստանի մարզեր մեր համար դրանով էլ մենք տարբերվում ենք շատ եւ մենք հիմնավորելու ենք միջազգային դատարանում Արցախի հայապատկան լինելը հարձակվի Հայաստանի վրա իհարկե հնարավոր է դրա համար պետք չի ապավինել այդ երկրների իբր թե բարեպաշտ կլինեն, բարի կլինեն, չէ, նրանք չեն լինելու, այլ պետք է ունենալ այնպիսի դաշնակիցներ, որ զսպի Բնականաբար նաև մեր ծրագրի մեջ շատ հստակ է ազգ-բանակ այդ հայեցակարգը մերն է, մենք ենք առաջ քաշել այդ հայեցակարգը եւ հստակ մշակած ունենք մանրամասնելով քայլ առ քայլ թե ինչ պիտի արվի։ Ասած հետեւյալն է, որ այս ժողովրդին դուք ընտրությունը կատարեք ելնելով ով ինչ արել, ով ինչ է հստակ առաջարկում եւ ինչքանով կարող է դա իրականացնել։ Մնացածը բանա Գիտեք, ընտրություններից առաջ շատ խոստումներ կտան, բայց այդ խոստումները չեն կարող լինել իրականություն, հատկապես կրկնում եմ, որ երբ որ այդ մարդիկ ոչ դրա փորձ ունեն, ոչ դրա կրթություն ունեն, ոչ դրա մարդկանց թիմ ունեն, ոչ էլ բան են արել, որ հասկանաս ինչ են արել, որտեղ եթե մարդը իր կյանքում ոչինչ չի արել, ոչինչի չի ասել 5 հոգու չի ղեկավարել, այսինքն մի հիմնարկություն, որտեղ 10 աշխատող լինի, եւ այսօր խոսում է երկրի ղեկավարման մասին, մենք լավագույն դեպքում ունենալու ենք Նիկոլ 3-րդ տարբերակը, որտեղ Նիկոլ 2-րդը արդեն ինքը իր փոխված տարբերակն է։ Այո։ Նայեք մենք ունենք 4 րոպե, բարոն Բաբյան, դուք ընտրեք որոնք կպատասխանեք։ Առաջինը սպիրկե մենք պետք ունենք որքան ինչ կուզեք ասել սպիրկի, կամ երկրորդ հարցում ունենք 4 րոպե Հիմարապանությունները Փաշինյանիզմի նոր քարոզությունները որ բևեր ու արմատամետ ինչ կորձուները Մակրոնի դեմ ցույցին ռուսամետ ուժերու հետ այսինքն պետք է մենք Արցախի մասին չի խոսենք որ մենք դառնանք արմատամետ եւ ոչ ռուսամետ եթե մենք Արցախի մասին խոսանք դառնանք ռուսամետ ունենք դաղամին 4 րոպե ընտրեք Դա հերթական հիմարություն է եւ քանի որ իրենք հասկանում են որ այսօր ռուսամետությունը վատ պատկեր ունի մարդկանց մտածում։ Իդեպ նաև մեր շնորհիվ, որտեղ մենք իրականությունն ենք բացահայտել։ Ես 15 տարի ամեն շաբաթ դրա վերաբերյալ հաղորդում եմ։ Հիմա հարց տամ, իսկ ինչ է դրսևորում ռուսամետությունը, որ այսինքն բացի մեզնից այնտեղ ինչ որ մարդիկ կային այլ կարգախոսներով, այդ իրանց գործն է։ Մենք միակ ուժն ենք էլի այդ օրը, որ եվրոպական միության դրոշով եւ Հայաստանի Հանրապետության դրոշներով ենք ելել։ Եվ չի եղել Արցախի այսպես կոչված դրոշ։ Ինչու՞, որտեղ Հայաստանի դրոշն է Արցախի դրոշը։ Ինչ ենք պահանջել։ Պահանջել ենք հայ ռազմագերիների ազատում, պահանջել ենք այսինքն այդ մարդիկ ես են առաջիններից մեկն եմ եղել եւ կարելի է նա կենտրոն հերոստատեսանցը այդ մարդիկ պիտի վերադառնան Հայաստան, նրանցից շատերը պիտի Հայաստանում բան ստեն որտեղ իրանք հանցագործներ են շատերը, բայց իրենց մենք մեր քաղաքացիներին չպետք է թողնենք Բաքվի բանտը, սա պահանջել ենք եւ ցույց ենք տվել Մայր տաճարի ավերումը Ստեփանակերտի եւ պահանջել ենք պատասխանատվություն մեր
մշակութային եւ կրոնական հուշարձանները ոչնչացնելու համար եւ ասել ենք, որ Հայաստանում այո բռնատիրություն է իշխում, բռնատիրություն է, որտեղ նրանք ովքեր չեն շփվում, չգիտեք, մարդկանց այսօր արդեն հերու ազգականներին են աշխատանքից հեռացնում որոշ մարդկանց քաղաքական հայացքների համար։ Հետո դա անհետեցություն է ասել, ասենք ռուսամետություն, որովհետև եթե բա բևեռը ռուսամետ է, բա այդ արևմտամետները ուր էին, երբ որ մենք ռուսական ռազմաբազայի դեմ ցույց ենք անում, ես իրանց չեմ տեսել այնտեղ։ Ավելին, ես իրանց չեմ տեսել այն օրը, երկրորդ օրը, երբ որ Ուկրաինայի վրա հարձակվեց Ռուսաստանը, մենք առաջին ուժն էինք, որ գնացինք պատերազմի երկրորդ օրը եւ մեր աջակցությունը ցուցաբերեցինք դեսպանատուն, լավ իմանալով, եթե Ռուսաստանի սպառնալիքները իրականություն դառնար մի շաբաթում գրավել, հաջորդը գրավելու էր Վրաստանն ու Հայաստանը եւ առաջինը ում պիտի ձերբակալել մենք ենք լինելու։ Մենք գնացինք, մեր դիրքորոշումն արտահայտեցինք, բայց այնտեղ այդ արևմտամետներին չտեսա, ոչ մեկ չկար, բոլորը վախից մտել էին մկանցակը եւ արդեն ռուսական դրոշներն էին արագ կարում, որ դիմավորեն ռուսերին ասեն, չէ, մենք միշտ ձեզ հետ ենք եղել։ Չէ, դա է իրականությունը։ Բակայք մեր կողքը մեզնից առաջ կամ մեզնից հետո Ուկրաինային ձեր աջակցությունը հայտնեք, որ բան, չէ, սա է հարցը։ Դրանք պատեհապաշտ մարդիկ են, որոնց նպատակն է, այսօր մոդայա ռուսներին հայելը հայոյում են, դա սկզբունքային դիրքորոշում չի։ Եվ ավելին ասեմ ձեզ, մի վարքան եւս, մենք ասել ենք հետեւյալը, սխալ է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, երբ որ ինքը չկառուցելով անվտանգային նոր համակարգեր քանդում է հինը, նոր շուկաներ չապահովելով Հայաստանի համար, ոնց որ ասած փակում է գոյություն ունեցող շուկան եւ կոնկրետ օրինակ բերեմ։ Ինչա քո համար պարզ չի, որ ռուսները գազը կտրելու են եւ գազի խնդիր են առաջացնելու։ Բա ինչի Իրանի ու Թուրքմենստանի հետ չես բանակցում, որ գազ առնես։ Հա, գիտեք ինչու չի բանակցում, որ ժողովուրդը սարի ձմեռը ու ստիպված լինի համաձայնելու Ադրբեջանից գազը առնելու։ Սա է Նիկոլ Փաշինյանի նենք ծրագիրը։ Հակառակ դեպքում, այ հիմա ժամանակն է, հիմա դուք պիտի բանակցես, որ ձմեռը քո ժողովուրդը առանց գազ չմնա։ Իսկ ինքը կրկնեմ, չի անում, որպեսզի Հայաստանը հերթական անգամ կախվածության մեջ դնի Ադրբեջանից։ Այսքանը։ Ես Ռոբեոնին ինչ կուզեք ասել Սպիրկին, 30 վայրկյան ունենք, Սպիրկին ինչ կուզեք ասել, թողքան քվեարկեն։ Նրանք ովքեր Հայաստանի քաղաքացի են, թողան քվեարկեն, ովքեր որ կարող են այլ միջոցներով աջակցել, խոսել ձեր ազգականների հետ, բարեկամների հետ, կոչ արեք բևեռին քվեարկելու, որովհետև նաև մենք այն անուշն ենք, որ Սփյուռքի ներգրավվածությունը հայաստանյան գործերին պիտի օրենսդրորեն ամրագրենք դրա իրավունքը։ Այն պատճառով, որ մարդը երկխաղացի է, չպիտի զրկվի իր սահմանադրական իրավունքից ընտրվելու։ Դա շատ կարևոր անց է։ Մենք շատ կուզենք Սփյուռքում ունենք մարդիկ, որոնք ներգրավենք մեր ցուցակների մեջ եւ շատ օգտակար կարող են լինել բանը, բայց չեն կարողում օրենք արկելում, այնպես որ տվեք ձեր քվեն բևեռին մասնակցեք վաղ առավոտյան այդ հանգանակությանը, որտեղ դա այդ ձևով նպաստը կբերեք պայքարին հանուն Հայաստանի